Շաբաթներ շարունակ Սյունիքի սահմանամերձ Խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են լսվում։ Օրեր առաջ կրակոցները նաև վնասել էին Խնածախ գյուղի տներից մեկի պատուհանները։ Այսօր քննչական կոմիտեից փոխանցեցին, որ մարտի 31-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գիշեր նույնպես կրակոցներ են հնչել, Ազատությունը խոսել է Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ։ Պարոն Միրզոյան, այդ կրակոցների հետ կապված էի մի փոքր ուզում տեղեկություն տայիք։ Այսօր փաստորեն գիշերը էլի Խնածախում կրակոցներ են հնչել ադրբեջանցիների կողմից։ Լսվել են, այո, իհարկե։ Ժամը քանիսի սահմաններում։ 10:21-ից սկսված փոփոխական ժամեր է, տենց հստակ չեմ կարող պատասխանել ժամերին։ Մինչև առավոտվա 4:38։ Այսինքն այդպես ամբողջ գիշեր եւ լուսադեմ։ Չէ, որ ասած տենց ինտենսիվ լինում են, ասենք մի քանի վայրկյան ու դադար են տալի, նորից տենց ասենք տարբեր ժամերի, չեմ ասի որ ասենք ամեն մի վայրկյան տենց կրակվում։ Նաեւ կարամ ասեմ, որ հերվից ավելի այդ մոտի դիքերից նման բաներ չեն եղել։ Նախորդ օրերին ավելի ինտենսիվ է եղել փաստորեն։ Իսկ գյուղում ինչպես են արձագանքում այդ ամենին, ինչ եք մտածում ընդհանրապես։ Ժողովուրդը որ ասեմ այս բանը կարող է չպատկերացնել, ամեն մեկը իր գործերով, իր այս գարանային աշխատանքներով զբաղված, ընդհանրապես մի քիչ մտահոգություն է կրակոցների վերաբերյալ, իսկ ինչ նշանակում է ժողովրդին իրանց sense անշնոր պահվածքով փորձեն վախցնել, նման բան չի կարող լինի։ Ուղղակի մտահոգություն է, երեխաների շրջանում է մի քիչ ասենք տենց խնդիրները, մնացածը նորմալ է։ Իսկ դուք ինչով եք դա բացատրում, այսինքն ինչու այս վերջին շրջանում այդպես ակտիվացան իրենք, սկսեցին այդ կրակոցները երեկոյան ժամից մինչև։ Պատասխանը ես չեմ կարող տամ, այդ հարցի պատասխանը կարող ստանաք Պաշտպանության նախարարությունից, որովհետև տեղեկացված չեմ կարող հարցին պատասխանել։ Մենք նենց էլ չէ, որ մենք էլ ենք քննարկում, փորձում հասկանալ, բայց դա էդի մեր գործը չի։ Իսկ պատասխան մեր զինծառայողները պատասխան կրակ բացում են, լսում են մեր Ապես մեր տղաները փորձում են դեպի խաղաղություն, մեր կողմից ընդհանրապես կրակոցներ չկա։ Միայն նրանք են կրակում։ Միանշանակ իրանք։ Մերոնք էլ չեն պատասխանում։ Ոչ մի կերպ, ոչ։